Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք խոսում եք այս իշխանության ժամանակ ռեպրեսիաների մասին, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն ասաց իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին։ Քանի անգամ եք սպանել Արարատ Միրզոյանին եւ իր թիմակիցներին։ Ես այս թեմայի մասին շատ եմ խոսել եւ Արարատ Միրզոյանները, Ալեն Սիմոնյանները եւ շատ այլ մարդիկ, որ այսօր պաշտոնավարում են, վառ ապացույցն են նրա, որ հանրապետականները չեն սպանել ընդդիմադիրներին։ Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին եղել է խոսքի ազատություն եւ այսօրվա վարչապետը ցավոք սրտի նաեւ այդ խոսքի ազատության վառ ցուցիչ է, որ եթե հանրապետականները լրացնեին քաղաքական գործիչներին, ոչ Ալեն Սիմոնյանները, ոչ Տիգրան Ավինյանները եւ ոչ Արարատ Միրզոյանները ազատության մեջ չէին լինի, այլ կլինեին բանտում, ոնց որ հիմա բանտում են քաղաքական գործիչները, ում կարծիքները համապատասխան չեն իշխանությանը։ Դա ակնհայտ է, որ մեր կարծիքները Հայաստանի տեսլականի մասին համապատասխան չեն եղել, որովհետև հանրապետականների համար Արցախը հայկական էր, օրվա կառավարիչների եւ ԿՊԱ-ականների համար Արցախը ադրբեջանական է, եւ մենք այդ տրամաբանությունը անգամ հաշվի առնելով, որ իրանք ունեն այլ կարծիքներ, չենք բանտարկել իրենց եւ ոչ որևէ ձև իրանք խոշտանգումների չեն ենթարկվել եւ սա հստակ գործողություն է Նիկոլ Փաշինյանի կողմից արվող, սա լրացման գործընթաց է, Նիկոլ Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծի եւ այդ վախի մթնոլորտի շորշոփի տակ կարողանա գնալ ընտրությունների քարոզելով իր այդ սրտիկները, սերը եւ այդ սրտիկների տակ, որ Փաշինյանը ցույց է տալիս, պահկված են այն տեսանյութերը, որտեղ ոստիկանները ոտու ձեռ արած հերոս մեր առյուծ եղբայրների մայրերին երրաբլուրից իջացնում են, պահկված է այն տեսանյութերը, որ մեր վրա փողոցներում կրակել են, ուժ են կիրառել եւ մահակներով պահել են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սա է իրականությունը եւ նորից եմ ասում, այսօր որ բազմել են այդ աթոռներին եւ այդ աթոռները ատամներով պահում են տակ կաբինետներում, դա խոսում է նրա մասին, որ իրանք առնվազն ողջ են։